Ախալքալակ Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Օրը սկսեց Փաշինյանի այս հայտարարությամբ եւ Թուրքիային ու Վրաստանին ուղղված շնորհակալական խոսքերով։ Փաշինյանի խոսքով Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ, իսկ Վրաստանի ու Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական միության հետ։ Երբ TRIP նախագիծն իրականացվի, կբացվի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղին։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչն էլ տարածել է Փաշինյանի գրառումն ու գրել, թե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում եւս մեկ նոր եւ կարեւոր քայլ են կատարել երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում, համոզված է Քլիչը։ Տարիներ շարունակ տարածաշրջանային մեկուսացման խորհրդանիշ համարված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այսօր վերադառնում է քաղաքական ու տնտեսական օրակարգ, արդեն նոր իրականության պայմաններում։ Եթե նախկինում այս նախագիծը Երևանում դիտվում էր որպես Հայաստանին շրջանցող ռազմավարական նախաձեռնություն, ապա այժմ իշխանությունը խոսում է դրա անձեռած հնարավորությունների մասին։ Սակայն մասնագետները զգուշացնում են աշխարհաքաղաքական ճանապարհների բացումը դեռ չի նշանակում տնտեսական հաղթանակ։ Ավելին, առանց մրցունակ արտադրության եւ պաշտպանված շուկայի Հայաստանը կարող է հայտնվել ոչ թե նոր հնարավորությունների, այլ նոր կախվածությունների առաջ։ Թեմային անդրադարձել է Սեդակ Յուրեղյանը։ Բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալակ-Կարս հատվածը, որը Ադրբեջանը, ինչպես ասում են, վերջապես կապել է Թուրքիային եւ Եվրոպային։ Ի սկզբանե Հայաստանը շրջանցելու համար ստեղծված երկաթգծային ուղու հեղինակն ու ֆինանսավորողը Ադրբեջանն է, բայց առաջինը դրա բացման մասին հետաքրքրական կերպով չի հնչում ոչ Բաքվից, ոչ Անկարայից, ոչ էլ Թբիլիսիից, այլ Նիկոլ Փաշինյանից։ Ուզում եմ հայտարարել, որ Ախալքալակ-Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման արդեն բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Փաշինյանը դեպի Եվրոպա արտահանումների աննախադեպ հնարավորությունից եւ Թուրքիայի հետ ուղիղ տնտեսական կապերի ստեղծումից է խոսում։ Սա անում է Ռուսաստանում հայկական միրգ բանջարեղենի, խմիչքների եւ այլ տնտեսական ապրանքների մուտքի եւ վաճառքի կասեցման ֆոնին։